Հարգելի գործընկերներ, արդեն մի քանի օր է ուժեղ Հայաստան կուսակցության դեմ քաղաքական հետապնդումները, ռեպրեսիաները արդեն քրեական գործիքակազմով իրականացվում են եւ սա հերթական դրսեւորումն է այս պահի դրությամբ իմ տեղեկություններով 11 անձ մեր կուսակցությունից բերման է ենթարկվել ավելի վաղ ահազանգեր ստացանք, որ իրավապահ մարմինները խոչընդոտներ են ստեղծել փաստաբանների համար, նրանց թույլ չեն տվել մոտենալ եւ իրենց պարտականությունները կատարել, ահազանգերից հետո կարծես թե փաստաբաններից մի քանիսին այս պահին հաջողվել է մուտք գործել իմ տեղեկություններով, էլի նույն անհեթեթ մեղադրանքն է իբրև թե բարեգործական գործունեության արգելքի հետ կապված, այդ նույնն է, ինչը որ առաջադրվել էր ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին եւ սա այդ նույն գծի շարունակությունն է, սա փորձ է քրեական գործիքակազմով փորձել վախեցնել մեզ եւ այդպիսով խոչընդոտել մեր գործունեությանը, սա նաեւ փորձ է իշխող ուժի համար, իրենց համար իբրև թե հիմքեր ապահովել, որպիսի կարողանան փորձել չգրանցել մեր ուժը, այսինքն ամեն ինչ շատ պարզ է, նպատակները մեզ համար շատ հասկանալի են, բայց կրկնեմ, մենք կանգ չենք առնելու, մենք չենք վախենալու այս շինծու քրեական գործերից, մանրամասները կհայտնեն փաստաբանները այս պահին այսքանը։ Բերման ենթարկվածները կուսակցության անդամները։ Կուսակցության անդամներն իմ տեղեկություններով մանրամասները կհայտնեն փաստաբանները կան եւ կանայք այդ թվում։ Մեղադրանք է առաջադրված այս պահին մեկ անձի նկատմամբ, մյուս մանրամասները խնդրեմ փաստաբաններից, շնորհակալ